Հույս ունեմ, որ եկեղեցին կարող է դառնալ այն հարթակը, որի պատերի ներքո կամ այդ եկեղեցու ազդեցության տակ մենք ամեն մեկս մեր ամբիցիաները մի կողմ թողնենք, այնտեղ հավաքվենք։ Հին հայերի մոտ եղել այդ հրաշալի բանաձևը, որը կոչվել է աշխարհաժողով։ Գուցե աշխարհաժողովի հրավիրման ժամանակն է, որ մենք աշխարհաժողովով գոնե հավաքվենք գիտնականից մինչև ռամիկ, շինականից մինչև գեներալ, զինվորական, հավաքվեն, խելքի տան ու այս իրավիճակից դուրս գան։ Ուրիշ մոբիլիզացիոն հարթակ այս պահին մեր երկրում ես չեմ տեսնում։ Եկեղեցու նկատմամբ հարձակումը ամեն մեկս պետք է դիտարկենք, անձնապես մեր նկատմամբ հարձակում, եթե առանձին ընդդիմադիր գործիչների, օրինակ, երբ որ Արտուր Վանեցյանին էին ձերբակալում, մի քանիսն ասում են, դե դա մեզ չի վերաբերում, հետո այն մյուսին էին, Քոչարյանին էին ձերբակալում, այն մյուսին չէր վերաբերում, երրորդ նախագահի վրա էր հարձակումը, մի քանիսը ուրախանում են, Սամվել Կարապետյանն հա մի քանիսի համար բարերար է, մի քանիսի համար ինչ որ ունեզրկման աղբյուր է, սուբյեկտը եւ այլն, հա, հետեւաբար այստեղ կարծիքները խիստ տարբեր կարող են լինել։ Միակ համախմբող հանգամանքը այս դեպքում մնում է եկեղեցին, այնպես որ ես եկեղեցուս հետ եմ եւ մինչեւ վերջ պայքարելու եմ հանուն իմ հավատքի, հանուն մեր ինքնության պաշտպանման։ Քանիսով կլինենք, չգիտեմ։